Երևանի կենտրոնում ապրելը թանկ է, մի ապրեք Երևանի կենտրոնում։ ՔՊԱ-կան Հայկ Ցիրունյանը Նիկոլ Փաշինյանի օրինակով սկանդալային առաջարկ է անում այն թոշակառուներին, որոնք չեն կարող թանկացած գույքահարկը վճարել։ Պարզապես, եթե Փաշինյան առաջարկում էր վարձով տալ տներն ու տեղափոխվել ծայրամաս, Ցիրունյան առաջարկում է առհասարակ վաճառել բնակարանները, ստացված փողով մի քանի բնակարան գնել։ Հույզերի վրա խաղ է, պարոն Ավետիսյան, կարա վաճառի եւ 1 կիլոմետրեն կողմ 10 հատ բնակարան գնի այս դեպքում։ Սենց ձեզ ասեմ, չի կարելի այդպես ասել։ ՔՊԱ-կանի բնութագրման հույզերի խաղը Հայաստան խմբակցության падգամավոր Թադևոս Ավետիսյանի գույքահարկի բեռը թեթևացնող օրենսդրական առաջարկն է։ Խնդիրները կան եւ համառորեն լիազոր մարմինը եւ կառավարությունը ասում է, որ էս ամենալավն է, վերջ, սրանով էլ գնալու ենք թուղթնել գրիչներ մեր ձեռնա, սենց ենք ուզում, սենց ենք անում։ Գույքահարկը թռիչքաձև աճում է հատկապես Երևանի կենտրոնում ապրողների համար, այդ թվում տարեց բնակիչների, որոնք ապրում են ժառանգաբար ստացած բնակարաններում։ Պետք չէ էլի այտենց ստրեսների ենթարկել ամենանվազագույն մակարդակից մեկ էլ հարկը ասենք պատիկներով ավելացնել տանել, էդ էլ մի բան չի, այդ ծայրահեղությունից ծայրահեղություն գնալը։ Ավետիսյանը հաշվել է Երևանի կենտրոնում 2 սենյականոց բնակարանի համար տարեկան գույքահարկը 350-ից 400 հազար դրամ է։ 36,000 դրամ կենսաթոշակ ստացողը այս բեռի տակից ոնց դուրս գա։ Հիմա այդ մարդը չի վճարելու, մենք ինչ ենք ասում, կամ սոված մնա, կամ իդեպ ասեմ ձեր քաղաքական թիմից մի մասն ասում էր, թող վաճառեն այդ գույքերը։ Վաճառեն գնան, ասենք, չգիտեմ որտեղ ապրեն։ Բայց այս բան մարդուն հայ այն կառաջարկի, պապենական տուն, օջախ, վաճառի, որովհետև ես գույքահարկը նենց եմ բարձրացրել, դու տակից դուրս չես գալի, բայց անելու բան է։ ՔՊԱ-կաները հակադարձում են վիճակագրությամբ 2021 թվականին շուրջ 13 միլիարդ դրամ, 2024-ին գրեթե 2 անգամ ավելի հարկ են հավաքել, զարգացնում են հարկ վճարելու մշակույթը։ Մենք կարծում ենք, որ սա նաև հարկ վճարելու մշակույթ է, երբ որ բոլորն են մասնակցում այդ գործընթացին, 500 դրամ ամսական կարելի է հարկ վճարել, բայց հոգեբանորեն քաղաքացիական իրավագիտակցության տեսակետից համարել, որ ինքը լիարժեք մասնակցում է հանրային կյանքին, հարկ է վճարում պահանջատեր է, հետևողական է իր վճարած հարկը արդյունավետության բարձր մակարդակով ծախսելու առումով։ ՔՊԱ-կան Նարեկ Ղարամանյանը կենտրոնում ապրող տատիկներին ու պապիկներին առաջարկում է դիմել համայնքային իշխանություններին արտոնություն ստանալ։ Դա դարձում եք ինչ, մի հատ նոր ընտրակաշառքի մի հատ ձև, օրենքով սահմանեք մարդու արտոնությունը եւ այդ մարդը թող իմանա, որ այս կատեգորիան ունի արտոնություն եւ իր գույքահարկը համարժեք է լինելու իր եկամուտներին։ Ավետիսյանը վստահ է հարկային բեռն ավելացնելով իշխանությունը փողի խնդիր է լուծում։ Անցած տարի 230 միլիարդ քիչ փող են հավաքել։ Այս տարի էլ նախորդ տարվա համեմատ տնտեսական իրենց կանխատեսած աճը ավելի ցածր է, սոցիալական կարիքները շարունակում են մնալ, պետական բյուջեի մուտքերը նվազում են, իսկ ծախսերը ըստ էության չեն նվազում, հետևաբար դի փորձեն հարկ հավաքեն, այս դեպքում արդեն հարկ քերթեն։ Ընդդիմության գույքահարկի բեռը թեթևացնել նախատեսող առաջարկը մերժում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը, բայց այն կքննարկվի ապրիլի 15-ին խորհրդարանի հերթական քարոզարանում։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։